Շատ ընկալելի է, որովհետև Ռուբեն Վարդանյանը բավականին ազդեցիկ հայերից մեկն էր, ով հայտնվել էր Արցախում եւ փորձում էր խոսել Արցախի խնդիրների մասին, վերջին շրջանում։ Դե այնպես չի, որ պարոն Վարդանյանը մինչև բաց կամ որևէ պաշտոն ստանձնելը Արցախի հետ փոխկապակցություն չի ունեցել, այնտեղ մասնակցություն չի ունեցել։ Ինչպես մեր շատ բարերարներ, ինքը եւս մասնակցություն ունեցել է եւ դա չէր կարող ներվել։ Եվ հատկապես, որ պարոն Վարդանյանը ունի շատ մեծ կապեր, շատ մեծ հնարավորություններ տարբեր երկրներում, գուցե մտավախությունն է, որ կարիք կա, այսպես պատժելու նրանց, ովքեր որ ամենահայտնիներն են հայերից, որպեսզի մնացածը իրենց խելոք պահեն, այսպես, հա, Արցախի հետ կապված հարցում իրենց շատ խելոք ու զուսպ փորձեն պահել։ Լավ, իսկ հետո առիթ լինելու է այս անօրինականության իրավական գնահատական տալու։ Միանշանակ, որովհետև ժամանակները փոխվում են, անգամ կար ժամանակ, երբ օրինակ շատ ոչ անգամ վաղ անցյալում նացիստական Գերմանիան իրականացնում էր իր համար ցանկացած, այսպես ցանկալի գործողությունները եւ դրանք ավելին ասեմ, դրանք ամրագրված էին օրենքներով եւ կան երկրներ կամ միավորումներ, որոնք որ սատարում ու պաշտպանում եւ համախոհ էին այդ իշխանության հետ, հետո եկավ դրա պատասխան տալու ժամանակը, դրան գնահատական, դրան քաղաքական եւ իրավական գնահատական տալու ժամանակը։ Մենք հիմա ապրում ենք մոտավորապես նույն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը խառնվել է իրար եւ այն կառույցները, այն միավորները, որոնք թվում էր թե պիտի պատասխան ու արձագանք, համարժեք պատասխան ու արձագանք տային, հիմա այնպեսի խառնաշփոթի մեջ են, որ յուրաքանչյուրն իր տեղն է փնտրում իր կարգավիճակի համար, արևի տակ իր տեղի համար է քրիվ տալիս եւ հետեւաբար այո Հայաստանը մնացել է անտեսված, բայց սա չի կարող հավերժ տվել, սա անպայման իր լուծումը կգտնի, ես հույս ունենամ, որ մենք կհասցնենք վերադարձնել մեր գերիներին ողջ, առողջ, բոլորին յուրաքանչյուրի մասին է խոսքը, անկախ նրանից մենք համախոհ ենք իրար հետ, համախոհ չենք, սիրում ու չենք սիրում իրար։